Քայլել լույսի մեջ։ Հովհաննես առաջի գլուխ 7-րդ խոսքում ասվում է. բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Ինչ է նշանակում լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ։ Պատասխանելու համար պետք է նայենք, թե ինչ է գրված նախորդ խոսքերից մեկում։ Աստված լույս է եւ ոչ մի խավար չկա նրանում։ Աստված միայն չի քայլում լույսի մեջ, նա լույս է։ Այս լույսը չի արձակվում որևէ արտաքին ծածկույթից, այլ սկիզբ է առնում հենց Աստծուց։ Նրա մեջ խավար չկա։ Այս միտքը դժվար է հասկանալ, առավել ևս պատկերացնել։ Այն ամենը, ինչ տեսնում ենք այս կամ այն ձևով, ծածկված է ստվերում։ Մեր իմացած լույսի յուրաքանչյուր աղբյուր ստվեր է առաջացնում։ Հովհաննեսը խոսում է լույսի մի աղբյուրի մասին, որը սկիզբ է առնում կամ լույս է տալիս դրսից կամ մեր շուրջը։ Նա խոսում է լույսի այն աղբյուրի մասին, որն արձակվում է մեզնից։ Հովհաննեսը նկատի ուներ ոչ թե բնական, ֆիզիկական լույսը, այլ մեր հոգու լույսը։ Մենք քայլում ենք լույսի մեջ, այս խավարի և ստվերածածկ աշխարհում, վարվելով սրտի մաքրությամբ։ Մենք հեռացնում ենք խավարը մեր կյանքի բնագավառներից, թույլ տալով, որ Հիսուսի արյունը սրբի մեզ։ Սա վերականգնում և պահպանում է մեր հաղորդակցությունը հավատացյալների և Աստծո հետ։ Բայց եթե ասենք, թե մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք և ճշմարտություն չկա մեզանում։ Հովհաննես առաջի գլուխ 8-րդ խոսք։ Եթե ունենանք բավականաչափ գիտակցություն, շատերս երբեք չենք պնդի, որ մեղք չունենք, բայց առանց գիտակցելու կարող ենք խաբել ինքներս մեզ։ Երբ արդարանում ենք, մեղադրում կամ արդարացնում մեր վարքագիծը, ըստ էության պնդում ենք, որ մենք մաքուր ենք։ Հովհաննես առաջի գլուխ 8-րդ խոսքում ասվում է, որ երբ պնդում ենք, թե մեղք չունենք, խաբում ենք ինքներս մեզ, և ճշմարտությունը չկա մեզնում։ Մեկ բան է իմանալ ճշմարտությունը, և բոլորովին այլ բան է դրանով ապրելը։ Աստված ուզում է մաքուր ձեռքեր և մաքուր սիրտ։ Դրանք կարող ենք ունենալ միայն խոնարհության, անկեղծության և ազնվության միջոցով։ Եկեք աղոթենք։ Սիրելի Տեր, ցույց տուր, թե ինչպես քայլեմ լույսի մեջ և դադարեմ մեղադրելուց և խավարի ամեն դրսևորման համար արդարանալուց։ Ես ուժեղ եմ, որովհետև լույսի աղբյուրը առաջնորդում է ինձ ճշմարտության ճանապարհով։ Ամեն։